Eran ջան, տեսա մեր նոր վիդեոն։ Լսի շատ լավ է, ընտիրա ես կասեի, շատ վաղուց էր մեզ պետք, վերջապես մենք նորմալ լավ վիդեո այս ֆորմատի համար TikTok-յան ունեցանք էլի, ու ենթադրում նաև Instagram-յան, որտեղ ինք լավ սիրուն է ստացվել, ապրե շատ նորեկ ջան, ընտիրեր ես, օրը ժամը ֆիքսված է, չորեքշաբթի 8-ին, շաբաթ 6-ին, բայց ընդհանրապես շաբաթ գիտեմ ես հիմնական տենց քննարկումների օրերը դրանք են, եթե արտահերթ բան չի։ Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ մարտական եղբայրությունից, սա քաղաքական օրագիրն է, ես Հրանտ Տեր-Աբրահամյանն եմ։ Այսօր ես մի թեմայից եմ ուզում խոսեմ, մի հիմնական թեմա ունենք, բայց մինչև այդ հիմնական թեմային անցնել, ուզում եմ ցենց փոքրիկ մի հատ նշում մեկնաբանություն անել վերջին իրադարձություններից կամ վերջին այսպես լուրերից մեկի հետ կապված, դե բոլորը իհարկե հետևել եք, իմացել եք այդ Մոսկվա կատարած այցի մասին, Փաշինյանի շատ տարբեր մեկնաբանություններ են եղել, այդ հանդիպման շատ տարբեր մանրամասների մասին, բայց մի հատ կարևոր դետալ կար այնտեղ, որը կարծես թե այդքան ուշադրության չի արժանացել, բայց իմ համար ամենահետաքրքիրներից մեկն է։ Երբ որ Հայաստանի վարչապետը շատ այսպես բանով պնդում է եւ ասում է, որ Հայաստանի սահմանները 100%-ով համընկնում են սովետական Հայաստանի սահմանների հետ եւ դե համապատասխանաբար Ադրբեջանի սահմանները 100%-ով համընկնում են սովետական Ադրբեջանի սահմանների հետ, դե կոնտեքստը պարզ է, այդ ամեն ինչի հա տարածքային ամբողջականության ճանաչում եւ այլն, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել այս հանգամանքի վրա, մենք խոսել ենք այս թեմայի մասին։ Այս իբր հանուն անկախության պայքարելու անվան տակ, այս ինքնիշխանության եւ այլնի անվան տակ, ինչ ենք մենք ստանում, սա շատ կարևոր է, փաստով սովետական Հայաստանի սահմաններ։ Դա հենց այնպես ուղղակի ֆորմալ բան չի։ Դա նշանակում է, որ հենց սովետական Հայաստանն է այն միակ լեգիտիմ տարածքը, միակ լեգիտիմ պետությունը, որը այսօրվա Հայաստանի կառավարությունը ընդունում է որպես Հայաստանի հիմք։ Ոչ թե առաջին հանրապետությունը, ոչ թե նաև երրորդ հանրապետությունը, որը իր պատմության մեծ մասում դե ֆակտո ունեցել ավելի լայն սահմաններ, այլ շեշտվում է սովետական Հայաստանի։ Այսինքն այս հանդիպումը, որը շատերի կողմից նաև մեկնաբանվում է, որ տեսեք Ռուսաստանին հրապարակայնորեն հակադարձելու, չգիտեմ եւ այլն, բայց շատ կարեւոր է, որ այդ Պուտինի հետ խոսակցության մեջ, որը գիտեք, որ նեոսովետականության այսպես գաղափարի գրողն է, զգալի չափով գոնե շեշտվում է այդ սովետական Հայաստանին է եւ մենք սրա վրա բավականաչափ ուշադրություն չենք դարձնում, որ շատ քիչ ենք ուշադրություն դարձնում երևույթների մակերեսի հետևից ենք ընկնում, բայց սա խորքային իմաստի մասին է խոսում երևույթների, որովհետեւ նախ այդ սահմանները սովետական Հայաստանի, որը շեշտվում է եւ փաստացի սովետական Հայաստանի միակ լեգիտիմության աղբյուր մեր պետության։ Երկրորդը, եթե մենք սրան ավելացնում ենք, որ պատրաստվում են նաև սահմանադրությունից, գիտեք, Ադրբեջանի վերջնագրով հանել անկախության հռչակագիրը, իհարկե էլի ինչ որ մի առիթով, պատրվակով, թեկուզ որ այնտեղ հղում կա այդ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորման, բայց փաստով հանում են անկախության հռչակագիրը, որը այս պետության, մեր պետության մեծ հաշվով ամենահիմնարար իրավական հիմքն է, երբ որ դա հանում ես, մնացած ամեն ինչը, մնացած բոլոր իրավական ակտերը դրա վրա են կառուցված, այդ թվում սահմանադրությունը։ Երբ որ դա հանում ես, հասկանալի չի, թե այս պետությունը ինչ իրավական հիմքով է հռչակվում, ինչ է ստանում արդյունքում, ստանում ենք սովետական Հայաստան, սահմաններ, ստանում ենք անկախության հռչակագրի հանել, եւ դրան գումարած մենք շատ ենք խոսել նաեւ անցած տարի հատկապես այս թեմայի մասին նեոբոլշևիկյան գաղափարախոսություն, որովհետև այս ամբողջ գաղափարախոսությունը, որին ենք ներկայացնում, մարքսիզմը մեջից հանած, դա այն է, ինչ որ սովետական Հայաստանում մինչև 1960-ական թվականները, սրա մասին մանրամասն խոսել եմ, դրա համար հիմա չեմ բանանում, եղել է ըստ էության պաշտոնական գաղափարախոսություն։ Այս այսպես կոչված Հայաստան-Ադրբեջան եղբայրությունը, նաև այն, որ հենց հայկական ազգայնականությունը կամ հայկական հայրենասիրությունն է եղել գլխավոր պատճառը տարածաշրջանում կոնֆլիկտների եւ այլն, եւ որ հենց դա զսպելով, դրանից հրաժարվելով կարելի է հասնել տարածաշրջանում խաղաղության։ Այս ամեն ինչը ըստ էության փոխառված է նաեւ
մենք խոսել ենք դրա մասին, որ գիտակցված փոխարված է հայ բոլշևիկների գաղափարախոսությունից, էլ եմ ասում, մարքսիզմը մեջից անած։ Սա ես ուղղակի որպես այսօր նշում արեցի, չեմ ուզում ծավալվել այս թեմայի մասին, բայց նրա համար որպեսզի մենք process-ների խորքը մեկ-մեկ տեսնենք ու շատ դիժ լինենք այդ կարևոր դետալներին, այլ ոչ թե միայն մակերեսով այսպես թռվռանք, թե չգիտեմ Պուտինը սենց ասեց, հետո Նիկոլը սենց ասեց, տեսակ ինչ պատասխանեց, ինչ չպատասխանեց, սա process-ների խորքն է։ Իսկ այդ ես չեմ ասում նրանք անկարևոր են մնացածները, դա ավելի շատ մակերեսն է։ Հիմա բայց անցնում ենք հիմնական թեմային, որից ես այսօր ուզում եմ խոսեմ, խաղաղության, այսպես քարոզչական իմաստով խաղաղության այդ թեզի մասին թեմային, եւ հատկապես ես ուզում եմ այսօր փորձեմ եւս մեկ անգամ մի քիչ մանրամասն, գուցե նաեւ այսօր սովորաբար այսպես թե այնպես երկար եմ խոսում, գուցե այսօր նույնիսկ սովորականից մի քիչ երկար խոսեմ, ես ուզում եմ անպայման հանգամանալից հնարավորինս հանգամանալից իհարկե ողջամիտ սահմաններում բացատրել մեր դիրքորոշումը, մարտական եղբայրության դիրքորոշումը, ազգային հեղափոխություն կուսակցության դիրքորոշումը, որտեղ մեր դիրքորոշումը արմատապես տարբերվում է ոչ միայն կառավարող ուժի պաշտոնական դիրքորոշումից, այլև քաղաքական դաշտի ճնշող մեծամասնության համենայն դեպս խոշոր խաղացողների դիրքորոշումից, հենց նաև դա է պատճառը, որ մենք ուզում ենք մասնակցենք ընտրապայքարի, որտեղ մեր ժողովուրդը պետք է մեր կարծիքով անպայման նաև այդ այլընտրանքային դիրքորոշումը լսի։ Ուրեմն խաղաղության մասին, բայց էլ եմ ասում, խաղաղություն, երբ որ մենք ասում ենք, մենք նկատի չունենք հիմա էությամբ խաղաղություն, այլ ինչ որ քարոզչությամբ ներկայացվում է։ Գիտեք, բոլորը որ իշխանական է, ամբողջ քարոզչությունը, հիմա դեռ իշխանականից ենք խոսում, կառուցված է այս թեզի շուրջ, որ մենք բերել ենք խաղաղություն, մենք հաստատում ենք այդ խաղաղությունը եւ եթե մենք շարունակենք լինել կառավարող ուժ, կլինի խաղաղություն եւ տեսնում եք հիմա սահմաններին չեն կրակում եւ այլն, դա էլ բերում են որպես փաստը։ Շատ լավ բան է իհարկե խաղաղությունը, բոլոր նորմալ մարդիկ բնականաբար ուզում են խաղաղություն, նույնիսկ աննորմալ մարդիկ են երևի ուզում խաղաղություն, մենք էլ ենք բնականաբար ուզում խաղաղություն, բայց պետք է հասկանալ իհարկե, որ խաղաղությունը ցանկությունով չի միայն եւ ամենելեւս մի կողմի ցանկությամբ չի կարող լինել խաղաղություն, որտեղ խաղաղությունը միշտ ենթադրում է առնվազն երկու կողմ։ Հիմա նաեւ այս փաստարկին եմ ուզում անդրադառնամ, երբ որ ասում են սահմաններին չեն կրակում, միջադեպեր չկան, զոհեր չկան, վիրավորներ չկան, հրաշալի է, շատ լավ է, բնականաբար բոլորս դրանից միայն ուրախ ենք, որ իսկականից զոհեր չկան, բայց ես մի դետալ եմ ուզում հիշեցնեմ այստեղ, որ 2019 թվականին էր, երբ որ նոր էր ձևավորվել այս կառավարությունը 18-ի ընտրություններից հետո եւ կարծեմ այդ իրանց 100 օրն էին ամփոփում, թե ինչ էին նշում 2019 թվականին, դա եթե հիշեք կարծեմ հենց 100 կետով, թե քանի կետով sense նշում էին իրենց ձեռքբերումները 100 օրվա մեջ, թե եւ այդտեղ մի հատ կետ կար, որ այն ժամանակ էլ ինձ շատ բան թվաց էլի, որ իրենք նշել էին, որ այս 100 օրվա մեջ, թե այս մի տարվա մեջ իրանց կառավարման արդեն չեմ հիշում բանը, ոնց որ ճշգրիտ ձևակերպումը, չի եղել որևէ սահմանային լարվածություն, որ սահմաններում անդոր է, հանգիստ է եւ իրոք այդպես էր։ Համեմատած բոլոր նախորդ տարիների, ուրեմն անկախ Հայաստանի, իրոք այ հենց այդ թվին, այսինքն իրենց այսպես կոչված հեղափոխությունից հետո եւ մինչեւ 2019 թվականի կեսերը, իրոք սահմանում անդոր էր, իրոք զարմանալի անդոր էր, զարմանալի հանգիստ էր եւ իրենք դա նշում էին որպես իրենց ձեռքբերում։ Իհարկե դա շատ այն ժամանակ էլ շատ դեմագոգիկ էր, ինչ որտեղ բարձր որ դա իրենց ձեռքբերումը չէ։ Բարձր որ դա Ալիևի ուղերձն էր, Ալիևի քաղաքականությունն էր, Ալիևի ողջույնն էր, եւ դա իրենք չեն թաքցնում, իրենք ըստ էության ողջունում էին այդ 2018 թվի դեպքերը, այսպես կոչված հեղափոխությունը, եւ հենց այդ սահմաններին անդորով ցույց էին տալիս նախ այդ իրենց այսպես ասած ողջունելը եւ երկրորդ որ իրենք որոշակի հույսեր են կապում։ Հիմա բայց էլի շատ չխորանանք այդ բաների մեջ, բայց մենք բոլորս հիշում ենք թե ինչով ավարտվեց դա։ Այսինքն դա բերել որպես փաստարկ սահմաններին անդոր, դա իրենք բերում էին նաև 2019 թվականին։ Ես չեմ ասում, որ լրիվ նույնությամբ նույնը տեղի ունենալու հիմա, այսինքն չգիտեմ, մի տարուց հետո սկսվելու է պատերազմ կամ 2 տարուց հետո սկսվելու է պատերազմ, դա չեմ ասում, բայց ուզում ասեմ, փաստարկը շատ թույլ է ինքնին սահմաններին անդորը դեռ չի նշանակում, բացի նույն դեմագոգիկ քարոզչական հնարից, որ նախընտրական բանում կարող են օգտագործել, ֆունդամենտալ որևէ բան ինքնին չի նշանակում։ Հիմա ուզում եմ ասեմ առաջ, խնդիրը իրականում ես շատ եմ ասել եւ շատ ենք մենք դրա մասին խոսել, այն չի որ
Այսինքն միայն կառավարությունը չի, եթե միայն իշխանական պաշտոնական ոնց որ դիրքորոշումը լիներ սա կլներ խնդրի մի մասը։ Խնդիրը նա է, որ Հայաստանի ըստ էության բոլոր խոշոր եւ հատկապես այս նախընտրական ուրեմն քարոզարշավին արդեն մեկնարկած չնայած իրավականորեն չի մեկնարկել, բայց փաստացի բոլորդ գիտեք մեկնարկել է, արդեն մեկնարկած քարոզարշավի մասնակիցները փաստացի բոլորը այս նույն կոնցեպցիայի մեջ են աշխատում։ Շատ անգամ մենք այստեղ էլ կրկնել ենք, որ քանի տեսակի խաղաղություն են առաջարկում հայ ժողովրդին եւ ըստ էության բոլորը խաբում են հայ ժողովրդին։ Իրենք տարբեր այսպես ասած ձևակերպումներով, բայց նույն կոնցեպցիայի մեջ ինչի են սա անում։ Նախ եւ առաջ իհարկե, որպեսզի ժողովրդին հաճոյանալ, որովհետեւ իրենց կարծիքով մեր ժողովուրդը շատ վախենում է, որ հանկարծ բան չլինի, այդ խաղաղությունը չլինի, իրենք ուզում են հաճոյանալ ժողովրդին, իրենց մեկ է թե հետո ինչ է լինելու իրականում։ Այս մի քանի, չգիտեմ, զուտ իրենց այդ օրվա խնդիրը լուծելու համար, բնականաբար դրանով իրենք նաև արտաքին բոլոր ուժերին, սկսած Ադրբեջանից մինչև ավելի մեծ ուժեր ուղերձ են հղում, որ իրենք դուրս չեն գալու այս ստատուս քվոից, այս իրավիճակից, որ իրենք հավատարիմ են մնալու այս արտաքին պայմաններին, սա նաև ուղերձ է արտաքին աշխարհին, բայց այստեղ նաև մի կարևոր նյուանս էլ կա զուտ տեխնոլոգիական, նախընտրական։ Հենց դրանով իրենք արդեն պարտվում են նախապես Նիկոլին, այս է խնդիրը։ Չեն մտնում պայքարի մեջ, որովհետև իրենք փաստացի ընդունում են Փաշինյանի ստեղծված օրակարգը, ոչ միայն այս հարցում, ընդունում են այդ օրակարգը, մտնում են այդ օրակարգի մեջ եւ սկսում են ըստ էության քարոզել, որ իրենք ավելի Փաշինյան են, քան Փաշինյանը, հասկանում եք, եւ նախապես արդեն պարտված է, նախապես արդեն ես շատ եմ ասել, առաջին տեղի համար չեն պայքարում, եւ այս ընտրությունները վերածում են հերթական ֆարսի մեծ հաշվով, խաբեության։ Եվ նաեւ էլ եմ ասում, տեխնոլոգիապես, եթե դու ռեալ, մի կողմ թողած նույնիսկ բովանդակությունը, էությունը, ճշմարտությունը, դու եթե մտնում ես պայքարի մեջ եւ մեծ հաշվով ամենակարևոր հարցում պնդում ես ըստ էության նույնը ինչ որ իշխող խումբը, դու արդեն իրեն զիջում ես առաջի տեղ։ Ինչքան էլ դու մտածես, որ դա քեզ, ասենք, ժողովրդին դուր կգա կամ կհաջողանաս եւ այլն։ Եվ իդեպ այս ուղակի sense իմիջիալուց հիշեցի, երեք մի հարցազրույց էի տալիս եւ այնտեղ լրագրողը ասեց, դե գիտեք ինչ, օրինակ այդ օգոստոսի 8-ի վերանայումը նաեւ այն մյուս քաղաքական ուժերն են պահանջում, երբ որ ես ասի մեր քաղաքական ուժը ազգային հեղափոխությունը շատ կոնկրետ դրեր է օգոստոսի 8-ի վերանայումը պայմանագրի այդ կետերի, մենք երկու կետ ենք դրել, ասի ովքեր են պահանջում վերանայում, ես չեմ լսել նման բան, ինչ վերանայում են պահանջում, բա ասում է իրանք ասում են ավել երաշխավորներ արտաքին պետք է ավելան, ասում դա վերանայում չի, դա նույն կոնցեպցիա ընդունում է, ուղղակի ավել արտաքին ուժեր բերել, դա վերանայում չի։ Մենք շատ կոնկրետ ենք հարցը դնում եւ այս խնդրում էլ մենք տարբերվում ենք շատ կոնկրետ ասում ենք այնտեղ կա առնվազն 2 կետ առնվազն չեմ ասում մնացածը որոնք պարտադիր վերանայման ենթակա են որովհետեւ դրանք անմիջապես կապված են Հայաստանի ինքնիշխանության հետ ասել եմ շատ այդ 2 կետերը մեկ է անխոչնդոտ հաղորդակցություն ձևակերպումն է եւ մյուսը այդ ռևանշի մասին կետն է, որը ես ասել եմ լծակ է Ադրբեջանի ձեռքին ցանկացած պահին Հայաստանի ներքին գործերին միջամտելու։ Սա է վերանայում կոչվում, ոչ թե մենք ամբողջը կոնցեպտուալ ընդունում ենք, հարցեր չենք դնում, ուղղակի բացի ամերիկացիներից թող ռուսները գան, չինացիները գան, չգիտեմ նոր զելանդացիները գան եւ այլն, սա վերանայում չի։ Սա նույն կոնցեպցիայի մեջ գործելն է, նույն այդ ստատուս քվոն այսօրվա, որը նշանակում հայ ժողովրդի պարտություն ընդունելն է։ Ինչ ենք ասում մենք։ Այստեղ շատ կարևոր է, որովհետև երբ որ դու ասում ես, գիտես ինչ, այս ուրեմն այսպես կոչված խաղաղության կոնցեպցիայի հետ դու համաձայն ես հակադրվում ես, դե մարդիկ ասում են, պատերազմ են ուզում, կամ նաև քարոզչություն է այդպես ներկայացնում։ Դրա համար կարիք կա մի քիչ ավելի ուշադիր, մի քիչ ավելի sense բանով մի հատ հասկանանք, ինչ ենք ասում մենք։ Ու նախ եւ առաջ էլ եմ ասում, խաղաղությունը որքան էլ ցանկալի է եւ բնականաբար ցանկալի է, ինքը միակողմանի process չի կարող լինել։ Եվ հա, մի բան էլ շեշտեմ, երբ որ մենք ասում ենք խաղաղություն, մենք նկատի չունենք այս, չգիտեմ, մի ամսվա կտրվածքով, մի տարվա կտրվածքով, ինչ որ մեզ խոստանում են, ասում են դա կայուն եւ տևական խաղաղություն է, մենք դրա մասին ենք ասում, այսինքն տարիների կտրվածքով հեռանկարի մասին է։ Նախ առաջի բան, ամենապարզ դուրում բանն է սա։ Մենք տեսնում ենք շատ հստակ եւ վերլուծությամբ սա ներկայացնում ենք, որ Ադրբեջանը չի պատրաստվում այն տիպի հատկապես համենայն դեպս խաղաղ հարաբերությունը, որը մենք ենք պատկերացնում, այսինքն հավասարը հավասարի, քիչ թե շատ հավասարը հավասարի։ Ադրբեջանի խնդիրը
ոչ թե խաղ ապրելն է հայ ժողովրդի հետ հավասարի, այլ ենթակայության տակ պահելն է հայ ժողովրդի։ Եվ սա հենց այնպես օդի մեջ ես պնդում չեմ անում։ Ես իդեպ չեմ սիրում, երբ որ նաև չափազանցնում եմ, որտեվ նաև կա այդ միտումը, ես տեսնում եմ մեկ-մեկ ինչ որ մարդիկ կամ խմբեր հենց նույն այդ Ադրբեջանի քաղաքականությունը, չնայած ինքը այսպես թե այնպես շատ ճոխ է, մի հատ էլ ավել ճոխացնում են եւ ավելացնում են դետալներ, որոնք իրականում չկան, եւ դրանով ընդհանրապես խանգարում են, որ մարդիկ ավելի լուրջ այս թեման ընկալեն։ Օրինակի համար չգիտեմ, ասում են, այդ թուղթը չի ստորագրի, այլ այդ թուղթը կստորագրի, իրան այդ թուղթը ոչ մի բանով չի խանգարում, կամ չգիտեմ, վաղը պատերազմը կսկսի, վաղը չի սկսի ինքը պատերազմը, որտեվ այս բային իրան դա պետք չէ, այս բային ինքը ամեն ինչի կարող է հասնում է այս հանձնված վիճակում առանց որևէ ռազմական գործողությունների եւ այլն։ Բայց նույնիսկ այն ինչը որ այս չափազանցությունից դուրս է, սրանք շատ լուրջ կետեր են, շատ ֆունդամենտալ կետեր են, շատ եմ դրա մասին խոսեցել, բայց ելի պետք է կրկնենք, որ մենք համոզվենք, որ չկա դիմացինի կողմից իրապես իրավահավասար կայուն տևական խաղաղության ձգտում, այլ կա հայ ժողովրդը ենթակայության տակ պահելու եւ այդ ենթակայությունը խորացնելու ձգտում։ Այդ թեմաները բոլորդ երևի արդեն, եթե իմ հաղորդումները լսել եք, երևի անգիր է կարել արդեն, բայց ես ենթադրում եմ, որ միգուցե ավելի լայն լսարանին սա նաև հետաքրքիր լինի, դրա համար զուտ հիշատակում։ Մեկը, մենք գիտենք, այդ այսպես կոչված վերադարձը ադրբեջանցիների, այսինքն թուրքերով Հայաստանի բնակեցումը, որը իրենք դնում են որպես միանշանակ պահանջ եւ միանշանակ իրանք շարունակելու են դա անել, մենք տեսել ենք, շատ ենք խոսել, որ դա եւ ինստիտուցիոնալ է, եւ գաղափարական է, եւ հիմնավորված է, եւ ամենօրյա աշխատանք են իրենք տանում դրա ուղղությամբ, եւ միջազգային կառույցներում, եւ իրենց ներսում, եւ իրենց պաշտոնական մակարդակում, եւ քարոզչությամբ։ Սա անկախ թղթից եմ, հա, իդեպ ասում։ Այդ թուղթը ստորագրվի, թե չստորագրվի, էական չի։ Սա անկախ թղթից է լինում, այսինքն թղթի ստորագրումից հետո են այս պահանջները, որոնք հիմա ասում եմ, ներկայացվելու են, եւ իրենք շարունակելու են դա պնդել։ Հիմա մենք դրան ասում ենք ոչ կամ հա մեր կառավարությունը, սա այլ հարց է, բայց իրենք սա շարունակել են պնդել եւ շատ համառորեն պնդել։ Իրենք չեն հրաժարվելու երբեք այդ ծրագրից, այդ մտքից։ Մյուսը, էլի շատ ենք խոսել, են որ իրենք Հայաստանից ուշ թե շուտ պահանջելու են հատուցումներ։ Այդ թվում նաեւ այս վերջերս հայ ժողովուրդը ոնց որ զարմանքով իմացավ, ասեց ոնց բա Ադրբեջանում ասում են, որ ադրբեջանցիների ցեղասպանություն է եղել։ Ախր շատ ենք խոսել դրա մասին ժողովուրդը, ոչ թե ասում են, պետական օրենք կա դրա մասին ընդունված 1998 թվականին ադրբեջանցիների ցեղասպանության մասին օրենք կա, հասկանում եք, եւ ամեն տարի իրանք մարտի 31-ին դա նշում են, բայց մեր մոտ օրինակ ես չկա այդպիսի օրենք, ասենք ցեղասպանության մասին օրենք, հայերի ցեղասպանության մասին օրենք, հա, մենք բոլորս դա նշում ենք, հիշում ենք, պետական միջոցառումներ են նաեւ արվում վերջի շրջանում իհարկե շատ ավելի, այսպես ասած, ամոթխած, բայց դա օրենք չի, ինձ մոտ օրենք է, պետության օրենքն է, եթե դա պետության օրենք է, դա կապ չունի ինքը թուղթը կստորագրի, թե չի ստորագրի, իր սերունդներին է ինքը այդպես դաստիարակելու, այսինքն նույն հայատյացության մթնոլորտում, որ իբր 1905 թվականից սկսած եւ մինչեւ 90-ականներ սկսվել է եւ շարունակվել է ադրբեջանցիների ցեղասպանությունը հայերի կողմից։ Իրենք այդ օրենքից չեն կարող հրաժարվել, թե մտածում եք իրենք այդ Հեյդար Ալիևի օրոք է դեպ ստորագրվել, տենց ասում չէ լավ, այդ օրենքը չեղարկում եք, իհարկե չէ։ Իհարկե չի լինելու եւ սերունդներ են դաստիարակել եւ մեծ պահանջներ ներկայացնում դրա հիման վրա իրենք դա չեն թաքցնում եւ պահանջները նշանակում է նաեւ փոխհատուցում նույնը ոնց որ իրենք նաեւ պատրաստում են մի օր հենց հիմա չէ պատրաստվում են պաշտոնապես մի օր փոխհատուցումներ պահանջել նաեւ այսպես կոչված օկուպացիայի ագրեսիայի համար որտեղ նախ իրենք դրա մասին խոսում են երկրորդը եթե մեր պաշտոնական խոսքում արդեն դա նաև ասենք քաղաքական բանավեճերում ներքին իբր բանավեճերում գիրառվում է որ բա մենք ինչ գործ ունենք այդ օտար հողերում եւ այլն որ սա է շատ հրաշալի իրենց համար նաև էլի նյութ է որ իրենք հավաքել են եւ մեր ներկայացնելու են մեզ ելեմ ասում սա իրենք չեն թաքցնում սա ես ամեն ինչը վերցնում եմ իրենց քարոզչությունը ամենօրյա ռեժիմով արդեն տարիների ընթացքում ուսումնասիրման արդյունքում օր չի անցնում որովհետեւ որ ես չնայեմ այդ նյութերը հասկանում եք օդից ինչ որ բաներ չեմ օրինում եւ չեմ չափազանցում Ես չեմ ասում բաներ, որոնք չկան անուն դրա, որ մարդկանց ասած ավելի գրգռեն, ոչ։ Ես այդ նման բաներ չեմ սիրում, բայց այն ինչ որ կա, ինչ որ ես տեսնում եմ, ես դա ասում եմ։ Եվ իրենք արդեն ունեն նաև գործիքներ, լծակներ, այս բաները իրականացնելու համար։ Մեկ լծակի մասին արդեն խոսեցի, դա օգոստոսի 8-ի այդ համատեղ այդ երակողմ հայտարարության 5-րդ կետն է, որտեղ նշված է, որ որևէ ռևանշի, չգիտեմ, այնտեղ ձգտում կամ դրսևորում պետք է բացառվի, եւ այդ
ռևանշը բնականաբար հայերի մասին է խոսքը եւ իրենք դա օգտագործել են որպես լծակ այդ ցանկացած նման նաև պահանջ մեզ ներկայացնել, որ գիտեք ինչ, եթե դուք ռևանշիստ չեք, օրինակ, եթե անկեղծ եք ձեր այսպես ասած խաղաղության ձգտումների մեջ, պետք է ճանաչեք օրինակի համար այդ այսպես կոչված ցեղասպանությունը, չգիտեմ, Խոջալույում կամ չգիտեմ 1905 թվի, 1940-ի որ թվի եւ այլն եւ այլն։ Սա մեկ լծակ, երկրորդ լծակը էլի խոսել եմ, ինչ օրինակ այդ Բաքվի այսպես կոչված այդ դատի ընթացքում հավաքել են։ Շատ են խոսել, որ դա Արցախի ղեկավարների նկատմամբ չի եղել։ Նյութը, որ այդտեղ հավաքվել, հրապարակային նյութի մասին է խոսքը։ Ինչ որ իրենք կորզել են որպես վկայություն, ամբողջը Հայաստանի դեմ է, Արցախի դեմ չի։ Ամբողջը այդ թվում այսօրվա կառավարության դեմ։ Ով է տվել հրամանները, չգիտեմ, ով է իրականում ղեկավարել Արցախի այդ բանակը, այդ բոլոր նյութերը ու մի հատ չի, երկու հատ չի, երեք հատ չի, ամբողջ process-ն է դրա մասին։ Այնտեղ ընդհանրապես իրենք հարց ու փորձ չեն արել, դուք ինչ եք արել։ Տենց, այսինքն արել են, բայց դա չի եղել կարևորը։ Կարևորը ինչ որ հրապարակվել է բոլորը Հայաստանի դեմ է, սա նույնպես լծակ է, որ պատեհ իրենց համար պատեհ առիթին իրենք իհարկե ներկայացնել են մեր դեմ։ Սա ուրեմն Ադրբեջանի մասով դե հասկանում եմ, որ մի կողմից շատ երկար էլ չեմ ուզում ասել, որտեղ անդադ կրկնում են բաներ, որոնք շատ եմ խոսել։ Մյուս կողմից է գոնե այսքանը պետք է ֆիքսել։ Հիմա ամփոփելով այս հատվածը, Ադրբեջանի կողմից մենք չենք տեսնում, չկա այդ իրական խաղաղության ձգտումը, խաղաղություն ես նկատում հավասարը հավասարի, թե չէ հա որպես ենթակա իրենք կարող են մեզ հանդուրժել, եթե իրենց պետք չի որ մեզ ուժով պարտադրեն այդ ամեն ինչը, դե ուժով չեն պարտադրի, կասեն այն համա ասենք, եթե պետք է օրինակ որ չգիտեմ թուրքերը կան Ղափանում ապրեն կամ Վարդենիսում ապրեն, եթե Հայաստանի որևէ կառավարություն դրան համաձայնվում է, բարձր որ դրա համար իրենք պատերազմ չեն սկսեն, կասեն համաձայնվում են, ասենց ասած կամավորապես։ Այդ իմաստով, այսինքն ոչ թե դա խաղաղություն է, այլ ասենք այսպես ասած հանդուրժել գոյությունը մեր, եթե մենք ամեն ինչում իրենց ենթարկում ենք։ Եթե դա համարենք խաղաղություն ընդունելի տարբերակ, դե ինչ ասեմ, ուրեմն թող այդպես համարվի։ Բայց մենք բոլորս հասկանանք, որ դա չի։ Հիմա դրա համար մենք մեր ծրագրում օրինակ մի քանի կետ ենք արձանագրել, որ Ադրբեջանի ներկայացնել պահանջներ, երաշխիքներ իրական ձգտման խաղաղության։ Մի քանի կետ ենք այդտեղ նշել։ Օրինակի համար շատ բարձ կետերից մեկը, հա, կան հենց իրենց սիրած այդ Հայաստանի սահմաններով 29000 քառակուսի սահմաններով կամ տարածքներ, որոնք մենք բոլորս գիտենք օկուպացված են։ 2020 թվականից հետոյի մասին են, որոնք խոսքը մինչև էտել կամ, բայց հիմա խոսում ենք 2020 թվականից հետո։ Եթե կա խաղաղության ձգտում, թող իրենք այդ տարածքները ազատեն։ Չէ՞ որ մենք օրինակ ասենք, երբ որ ենք ասում են այս սահմանազատում է սկսվել եւ այլն, ոսկե պարում եւ այլն եւ այլն, մեր կողմից այդ զիջումը եղավ, չնայած շարունակություն չստացավ այդ process-ը եւ չի ստանալու, չնայած Հայաստանում կան հանդիմադիր քաղաքական ուժեր, որոնք այսօր եմ տեսել մի հատ բանով այդ շորթեր, ռիլեր, ինչեր, որ ասում են, այ մենք պետք է պահանջենք սահմանազատման շարունակություն, դուք երեխա չեք։ Ոնց թե շարունակությունը Նիկոլի օրակարգ է լավլի խորացնել, չի լինելու դա։ Սահմանազատում ման շարունակություն չի լինելու կամ լինելու է այնտեղ եւ այն բան, երբ որ Ալիևը ուզի, վերջ։ 2 տարի անցել, լրջացեք վերջապես, չեք հասկանում, որ ոչ մի սահմանազատում էլ չի եղել։ Պարզապես այդ դիրքերն էին պետք զիջել եւ վերջ։ Հիմա, այս մեր պահանջը, օրինակ պահանջներից մեկը, եւ ելի մտա այնտեղ մենք այդ թվարկել ենք նույն այս հարցերի մասին, ուրեմն այդ ուրեմն թուրքերի բնակեցումը Հայաստանում, որպեսզի հրաժարվեն իրենք դրանից, այդ կոմպենսացիայից եւ այլն։ Պարզ է որ ով էլ լինի, մենք լինենք իշխանություն, ով ուզում է լինի Հայաստանում իշխանություն, այդ պահանջները, եթե Ադրբեջանի ներկայացեն, մերժվելու են, դա մենք ենք հասկանում, որ իրենք չեն համաձայնվելու դրան, բայց հենց դա պետք է ապացույց լինի կենթանի, որ իրենք չեն ուզում խաղաղություն, որովհետև եթե ուզում ես իրոք խաղաղություն, ինչ կա ասենք այդ ջերմուկից դուրս գալու մեջ, ինչի՞ չես դուրս գալիս։ Ինչի՞ ես սպասում օրինակ, դե մտածում են հեսա թուղթը կստորագրվի, հետո կշարունակվի, չէ, այս թուղթը ինչ կապ ունի։ Թող միջև է դուրս գա, ասում է արդեն պատերազմ չկա, խաղաղություն է։ Եվ կտեսնեք, որ դուրս չեն գալու նաև թուղթը ստորագրելուց հետո։ Իրենք դրա մասին հայտարարել են, Ալիևն է դրա մասին ասել։ Ես չեմ դուրս գալու այդ դիրքերից, ես այդ դիրքերը վերցնեմ, որպեսզի ես վերահսկեմ իրավիճակը։ Հասկանում եք։ Եվ դրա համար ենք մենք մեր ծրագրում այս պահանջները դրել։ Դրանք շատ ողջամիտ պահանջներ են, ոչ մի չափազանցություն այդտեղ չկա, շատ ողջամիտ բարձ պահանջներ են մի քանի։ Բայց մենք վստահ ենք, որ ով էլ դրանք ներկայացնի Ադրբեջանին, այսօր թե վաղը չէ մյուս օր իրենք դա չեն կատարել։ Սա լինելու է ապացույց, որ իրենք չեն ձգտում խաղաղության։ Հիմա շատ մարդիկ դե ասում են, ասենք այսպես ամեն ինչ այնքան բարդ բաներ չէ, մարդիկ հասկանում են դա, երբ որ խոսում ես, բայց ասում են, հա, բայց մենք չենք կարող ոչինչ բան անել։
Դե նախ որովհետև մենք թույլ ենք, չենք կարող ոչ մի բան, ոչ մերժել, ոչ պարտադրել, իսկ եթե հանկարծ Աստված չտա մի բանին ասենք, չէ, կսկսվի պատերազմ, դե պատերազմել, որ սկսի մենք կպարտվենք։ Այս փակ շղթայի մեջ։ Եվ մյուսը ասում է, դե մեզ ժամանակ է պետք, որպեսզի մենք այսպես ասած ոտքի կանգնենք, վերականգնվենք, դրա համար պետք է ժամանակ շահել, դիվանագիտություն անենք, խորամանկենք, խաբենք, չգիտեմ, նույնիսկ մարդիկ կան, որ իսկականից մտածում են, որ այս քաղաքականությունը, որ այսօր մեր երկրի ղեկավարությունը վարում է, այդպես խորամանկ պլան է իրականում ժամանակը շեմ լուրջ տես մարդիկ կան, որ հավատում են դրան։ Դե ես չեմ էլ մեղադրում, որովհետև դա մարդկանց հոգեբանական կոմֆորտի խնդիրն է։ Իրանք հիմար չեն, ուղղակի եթե իրանք չհավատան դրան, իրանց մոտ առաջանում է հակասությունը, բայց ես ինչ անեմ, ինչքան որ իրենք պետք է մարդ են, պետք է ապրեն, չգիտեմ, իրենց ընտանիքները նայեն, իրենց երեխեքին նայեն, աշխատեն, իրենց սիրած գործով զբաղվեն կամ ոչ սիրած գործով զբաղվեն, իրենք սկսում են հավատալ այդպիսի բաներին, որպեսզի կոմֆորտը սեփական ապահովեն, բայց դա հասկանում են, որ ինչ ծայրահեղ միամտություն է մտածել, որ հիմա այդպես խորամանկություն է անում Փաշինյանը, որ թուրքերին խափի ամբողջ աշխարհին խափի, հետո մենք ուժեղանանք, ես ինչ եմ։ Բան բնականաբար չկա։ Այդ հարցում այդ մարդը չի խափում, ցես ոնց կա տենց էլ ասում։ Հիմա այս երկու բանի, ուրեմն թուլությունը եւ ժամանակ է մեզ պետք, ժամանակ չունենք, նախ թուլությունը, դա քարոզչության արդյունք է, Ժողովուրդ ջան, պետք է դա հասկանալ։ Այսինքն այդ աստիճան ոչ թե դա թուլության մասին է նույնիսկ խոսքը, համեմատաբար թուլության մասին չի խոսքը, այլ մեզ ներկայացնում են որպես ընդհանրապես անկարող, իմպոտենտ։ Իմպոտենցիա նշանակում անկարողություն, ոչ միայն սեռական իմաստով կգնենք, չէ՞ հասկանում եք այդ բառը։ Մեզ այդպես է ներկայացնում, որ մենք բացարձակ անկարող ենք։ Եվ դա քարոզչություն է, եւ դա ոչ թե սովորական քարոզչություն է, մենք պետք է վերջապես հասկանալ, որ դա պատերազմի շարունակությունն է։ Որովհետեւ շատ ենք խոսել, պատերազմը մենակ ռազմական գործողությունները չեն։ Պատերազմը մի քանի մակարդակով, մի քանի շերտով է գնում, եւ քարոզչությունը հնուց ի վեր։ Դրա կարևորագույն տարրերից մեկն է։ Արմենը չի թողնի, որ խափեմ, հիմա ինքը ինձ նկարում է, բայց ինքը հենց քարոզչական պատերազմի ուրեմն մասնագետ է, լավ խորացած է այդ թեմայի մեջ, եւ սա այս դրա մասն է, որտեղ գիտեք ինչ, ռազմի դաշտում պարտության մատնելը դե բոլորի հետ էլ լինում է, որ պարտություն է գրում, բոլոր ժողովուրդների հետ լինում է։ Պատերազմը, պարտություն եւ խաղաղությունը բավականին քմահաճույքային բաներ են, այսպես ասած։ Այդտեղ բախտի դերն էլ մեծ նշանակություն ունեն, բայց դա քիչ է շատ, որտեղ ցանկացած պարտված ինքը սկսում է մտածել նորմալ առողջ հոգեբանությամբ, մտածում բա ոնց անեմ, որ ոտքի կանգնեմ ու չգիտեմ հասնեմ, այսպես ասած, ռևանշի կամ փոխհատուցման կամ նորից հաղթեմ, նորմալ բան է։ Բայց դրա համար այս դու պարտվածին պետք է ներշնչես, որ իր պարտությունը անխուսափելի էր, որ իր պարտությունը կատարյալ էր, ոնց որ մեզ ասում են կապիտուլյացիա։ Ոչ մի կապիտուլյացիա չի եղել, թուրքերը Երևան չեն մտել, ընդհանրապես Հայաստան չեն մտել, նույնիսկ Ղարաբաղը ամբողջությամբ չեն գրավել, այն ժամանակ Սանթվին Քերբաջարը նույնիսկ չեն կարողացել մտել, փորձել են, բայց չեն կարողացել։ Դա այդ չի, դա պարտություն է, բայց դա այդ բացարձակ պարտությունը չի, Հայաստանի զինված ուժերը չեն ջախջախվել, հասկանում եք, այդ իմաստով այդ բացարձակ պարտությունը կամ ինչ որ իրանք կապիտուլյացիա բառով են նկարագրում, իհարկե իրական շատ սխալ, բայց հիմա բան չանենք, դա է նման բան չեղել, բայց պետք է դա ներշնչվի, ինչի համար, դե որովհետև նա որպեսզի նա երբեք այլևս չմտածի որևէ կերպ դիմադրելու մասին, հետո որ դու այդ մի ճակատամարտում իրեն հաղթելու դիմաց անվերջ պահանջներ ներկայացնես։ Այսինքն ես այս օրինակը շատ եմ բերում։ Լավ, ենթադրենք պատկերացեք խաղ են խաղում, ու փողով խաղ են խաղում, ասենց ասենք գումար։ Խաղում են, գիտեք, մարդիկ կան, խաղում են։ Պարտվում ես, հա, պետք է վճարես, նորմալ է դա, այդ չգրված կանոններ կամ գրված կանոնով պետք է վճարես։ Բայց դու չես կարող մի անգամ պարտվելու դիմաց, հետո պատկերացրեք մեկը քեզ մի անգամ պարտվել ես, անտդ գալիս ասում է դե էլի պետք է տաս, էլի պետք է, արդեն առանց խաղալու։ Մեր այդ հիմա սա են անում, որովհետև մի պարտվելու համար դու կարող ես վճարես, բայց դու չես կարող անverջ վճարես մի պարտության դիմաց։ Մեզ այդ են անում, մի անգամ ոնց որ մեզ այդ մի ճակատամարտ է իրականում եղել, մի մեծ հաշվով 1, ասենց կամ լավ 1 օպերացիա։ Եվ անընդհատ ասում դե հիմա պետք է անverջ վճարես, որտեղ դու թույլ ես, որտեղ դու չես կարող, այսինքն հոգեբանության վրա են զուտ աշխատում, որ վերջ դու էլ չես կարող խաղալ, ինչքան խաղաս կպարտվես, ինչքան պայքարես կպարտվես, նույնիսկ չմտածես այն ամենապուճուր բաների մասին, ասենք չգիտեմ, նույն այդ ջերմուկի դիրքերի հետ բերելու մասին, նույնիսկ դրա մասին չմտածես, որտեղ դու պարտվել ես եւ բնականաբար այս քարոզչությունը արդեն որ ներշնչվել է ժողովրդին, ինքը դառնում է ոչ միայն անօգնական եւ անկարող ռեալ հոգեբանությունը բերում է ռեալության։ Այլև նաև ինքը մեծ հաշվով ինքնիշխանությունից զրկված է, որովհետև եթե դու չես կարող նույնիսկ չես պատկերացնում, որ նույնիսկ ամենակ քեզ համար անընդունելի պահանջին դու
կարող ես ասել չէ, ուրեմն դու չկաս, դու գոյություն չունես, ինչ քեզնից պահանջեն, պետք է անես այդ տրամաբանությամբ, որտեղ չկա այդպիսի սահման, որն է այդ սահմանը։ Այդ ինչ պետք է լինի, որ մենք պետք է ասենք, հա չէ, այ էս մենք չենք կարող հանդուրժել, բա ոնց չենք կարող հանդուրժել, բա թույլ ենք, անկարող ենք։ Բայց իրականությունը նա է, որ չի կարող այս տրամաբանության մեջ, որը մենք նկարագրեցինք, այս թեկուզ մենակ հələ Ադրբեջանի մասն ենք բանանում, միջազգային հələ չվերցած տարածաշրջանն է, այս տրամաբանության մեջ, այսինքն մենք տեսնում ենք, որ այս պահանջները անվերջ են եւ պաշտոնական են ըստ էության եւ իրենք չեն թաքցնում, որ դա լինելու, չի կարող չգալ մի պահ, որ նույնիսկ ամենախաղաղասեր մարդը, ամենախաղաղասեր կառավարությունը, ամենախաղաղասեր ժողովուրդը չասի չէ, որտեղ հիմա ես ուզում եմ հասկանամ այն բոլոր մարդիկ, որոնք ասում են մենք ոչինչ չենք կարող, մենք պետք է հաշտվենք, չգիտեմ, հարմարվենք եւ համել խաղաղությունը շատ լավ բան է։ Լավ, վա թուրքերը գալիս են Վարդենից եւ Կապան օրինակի համար։ Կներեք Վարդենիցիներ եւ Կապանցիներ չեն, որ ձեր վրա եմ օրինակը մեն, ուղղակի հավանական տարբերակներից մեկն է սկզբի համար։ Ինչ է անում։ Հա, ընդ որում բոլորս հասկանում ենք, որ այդ երբ որ իրենք գալիս են, իրենք նաև ասում են, այս մարդիկ, որ գալիս են ստեղ ապրելու, անվտանգության երաշխիքներ պետք է ունենան։ Դա իրենք ասում են։ Եվ դա բնականաբար հայերը չեն տալու։ Դա կամ մենք պետք է տանք, կամ միգուցե մի հատ ուրիշ պետություն։ Ինչ ենք մենք անում։ Նախ մենք նախապես ասում ենք չէ, եթե ասում ենք չէ, այդ չեն պետք է ուժային ապահովում ունենա, որովհետեւ դու ասում ես չէ, ինքը ասում է ոնց թե չէ։ Արդարության հարցը չէ, ուրեմն ես զորով եմ դա անում։ Ուժով եմ քեզ պարտադրում։ Ուրեմն դու ստեղ պետք է ընտրես, կամ ասում ես չէ, եւ այդ դեպքում պետք է պատրաստ լինես քո չեն ուժով պաշտպանել, կամ եթե պատրաստ չես, ուրեմն պետք է ասես հա, ավելով միանգամից ասես հա։ Պատրաստ եք դրան։ Կարմիր գիծա թե կարմիր գիծ չի, ես չգիտեմ, ես հարց եմ տալիս։ Հարց եմ տալիս բոլորին, ովքեր որ ամենայն դեպս առավելևս նրանք, որոնք ասում են դե չէ, ճիշտ է այս քաղաքականությունը, պատրաստ եք դրան։ Ասելու եք չէ, թե չեք ասելու։ Իսկ եթե ասելու եք չէ, եւ ասել եք, չէ, այս արդեն շատ է։ Կամ չգիտեմ, Խոջալույի ճակերտավոր ցեղասպանությունը պետք է ճանաչեք, փոխհատուցում պետք է անեք։ Տակ, բայց դա փոխադարձ չի լինելու, այնպես չի որ իրանք Սումգայիթի համար են ինչ որ բան ուտել։ Նման բան չկա, միակողմանի պահանջներ են սրանք լինելու։ Պատրաստ եք թե չէ։ Եթե ասում եք չէ, այս ամեն ինչին, եւ հասկանում եք, որտեվ եթե գիտակից մարդ եք, հասկանում եք, որ այդ չեն պետք է ուժով ապահովի, բա որտեղից եք այդ ուժը բան անելու։ Բա անկարող եք, բա թույլ եք, բա իրանք փող ունեն, բա իրանք ուժեղ են, բա մենք դաշնակից չունենք, բա մենք մենակով ոչինչ չենք կարող անել։ Այդ ուժը ինչ որ մոգական հրաշքով, ինչ որ տեղից հանկարծ հայտնվելու է, դե ուրեմն ասելու եք հա։ Որտեվ այդ տրամաբանությունը հասկանում եք, կա པարզ տրամաբանություն։ Ինչ որ մի պայից եթե դու ասելու ես, չէ, չեմ պետք է ուժով ապահովի, եթե դու ասում ես ես թույլ եմ, ոչինչ բան չեմ կարող անել, ամեն ինչին պետք է համաձայնվես։ Ինչ որ ասի պետք է համաձայնվես։ Եթե չես կարող ուժով պատասխանես։ Եվ այստեղ փակ շղթայի մեջ ենք ընկնում ենք։ Մի բան էլ այստեղ ուզում եմ ավելացնել, երբ որ ասում են դե թույլ ենք, լավ հասկացանք, թույլ ենք, ես չեմ ասում մենք Ադրբեջանից ավելի ուժեղ ենք, բայց նաև այդ աստիճանի թույլ չենք ոնց որ ներկայացնել, այնպես լրիվ բան չենք, էլի որպի գլուխ չենք։ Հասկանալ է լավ, թույլ ենք, պարտվեցինք։ Քանի տարի է անցել։ 6-րդ տարին է արդեն, հեսա 6 տարի կլրանա, որ մենք ամբողջ մեր քաղաքականությունը հիմնավորում ենք ճակատի հարավային հատվածում, պարտությամբ շեշտում եմ ճակատի հարավային հատվածում, ոչ թե ամբողջ ճակատով, մի հատվածում, ընդորում հարավային ճակատի հարավային հատվածում։ 6 տարվա մեջ հնարավոր չէր, անհնար էր այնպես վերակառուցել մեր պաշտպանությունը, որ այսօր մենք արդեն ասենք չգիտես ինչ, թույլ էինք, պարտվեցինք, այդ բոբո նախկինները սաղ մեր բանակը թալանեցին, բայց մենք հիմա 6 տարվա մեջ կառուցեցինք արդեն, չեմ ասում լիարժեք կառուցեցինք, բանակը կարելի է անվերջ կառուցել, բայց 6 տարի բավական է, որ մինիմալ բաներ անես, որ ասես վերջ։ Այսօրվանից ես այլևս այդ վերջնագրային որևէ պայմաններին չեմ ենթարկվում, այսօրվանից ես արդեն իզորում եմ ուժին ուժով պատասխանել, եւ եթե օրինակ ինքը 16 բանից հետո, պահանջից հետո չի ազատում ջերմուկի դիրքերը, ես պատրաստ եմ դրանք ազատագրել։ Կարճ օպերացիա 6 տարին բավական ժամանակ չէր, իհարկե բավականին ժամանակ էր, հաստատ բավականին ժամանակ էր, որպեսզի մինիմալ, շեշտում եմ մինիմալ բաների մասին է խոսքը։ Համապարփակ ռեֆորմը բանակի բնականաբար տարիներ է պահանջում, բայց մինիմալ խնդիրներ լուծելու համար, ջերմուկի դիրքեր ազատագրելու համար 6 տարի այսքան լիուլեր պատրաստի ուժեր ունենալու համար եւ ատամ ցույց տալու համար։
Մենք այդ 6 տարին կորցեցինք, որտեղ եւ 6 տարի էլ կկորցնենք եւ 66 տարի էլ կկորցնենք, որտեղ եթե դու անverջ ասում ես թույլ եմ, չես նկատում ոնց են տարիները անցնում, դու երբեք էլ չես դառնա մինիմալ ուժեղ, որպեսզի կարողանաս քո մինիմալ խնդիրները լուծես։ Եվ էլ եմ ասում, այսքան տարի թույլ եմ կրկնելու փոխարեն 6 տարվա մեջ կարելի է այնպես անել, որ այդ զգացողությունը եւ այդ այսպես ասած, եթե նպատակ լիներ եւ այդ կարողությունը արդեն այսօր տեսանելի լիներ ոչ միայն մեզ, այլև մեզ վերջնագրեր անդադ ներկայացնող պետությանը։ Մի բան էլ եմ ուզում ամեն դեպքում ավելացնել։ Ժամանակի մասը, որտեղ մարդիկ էլ եմ ասում են դե ժամանակ է պետք շահել եւ այլն, իդեալական կլներ, հոյակապ կլներ եւ ես էլ առաջին ասողներից մեկը կլինեի, եթե տեսնեի, որ կա կոնտեքստ, հնարավորություն, իրոք ասենք, մի 20-30 տարի ուղղակի sense վերակառուցելու, մտածված, դանդաղ, համակարգերով, ոլորտ առ ոլորտ գնայինք առաջ, ոնց որ նույն Ադրբեջանը արեց 94 թվականից հետո, այդ բոլոր ստորացումներով անցավ, համբերեց, սպասեց, վերակառուցեց եւ երբ որ հարվածի պահը եկավ, ինքը դա արեց։ Իդեալական կլներ, եթե մենք այդ հնարավորությունը ունենայինք, այդ ժամանակ ունենայինք ցավոք սրտի, չունենք մենք այդ ժամանակը, չի տրված մեզ այդ ժամանակը։ Ինչու՞։ Որտեղ մենք պետք է հասկանանք, որ այն ինչ որ մենք ապրում ենք, դա մենակ մերը չի։ Դա մեծ կոնտեքստի մաս է, շատ եմ ես սա շեշտել, բայց անպայման պետք է հասկանալ, որտեղ մեր քաղաքական ուժերը երբ որ խոսում են, եկեպպես են խոսում, կարծես մենք աշխարհից դուրս ենք, ոչ մի կապ չունի մեր մոտ տեղի ունեցողը աշխարհում տեղի ունեցողի հետ, բայց անմիջական կապ ունի։ Հենց այս օրերին լրանում է 2016 թվականի պատերազմի 10 տարին արդեն։ Ինչու սկսվեց այդ պատերազմը սկսվեց եւ չի ավարտվել իրական մինչեւ հիմա շարունակվում է։ Ինչու սկսվեց։ Որտեղ միջազգային մեծ կոնտեքստ փոխվեց, տարածաշրջանային կոնտեքստ փոխվեց։ Ինչու 2010-ին չեղավ։ Ոչ միայն որտեղ Ադրբեջանը պատրաստ չէր, այլ որտեղ կոնտեքստը չկար։ Մեր այս ինչ որ մեր հետ տեղի ունենում 2016-ից հետո, այդ թվում նաև այդ իրենց այսպես կոչված հեղափոխությունը եւ 20 թվի պատերազմը բնական եւ մնացած ամեն ինչը արդյունք է նրա այդ մեծ համաշխարհային անկայունության արդյունքը այդպես է լինում, ուրիշ կերպ չի լինում, այդ տեղական անկայունությունները, տեղական այսպես ասած եղանակային փոփոխությունները, մթնոլորտային փոփոխությունները միշտ արդյունք են մեծ կոնտեքստի։ Ցավոք սրտի կամ չգիտեմ, ինչ որ մեկի համար գուցե Փարքաստու չի փոխվել, այլ միայն խորանում է այդ համաշխարհային ճգնաժամը, որը դեռ 2010-ականներին դրսևորում էր, բայց այդքան ակնհայտ չէր շատերի համար։ Հիմա արդեն գերակնհայտ եւ ինքը միայն խորանում է, չի երևում դրա հանգուցալուծումը։ Իհարկե մի օր լինելու է, բայց մոտակա հանգուցալուծումը չի լինում եւ շատ խորքային է ինքը հեսա։ Ես կասեի նույնիսկ ինչքան որ այս պահին կարող ենք հասկանալ 91 թվականի օրինակ այդ ապակայունացումից սովետական միության փլուզման հետ կապված ավելի ուժեղ է, ավելի խորքային է, որովհետեւ ըստ էության այն ամենամեծ վերադասավորումն է տեղի ունենում։ Այսօր արդեն նույնիսկ հարցականի տակ է դրված Ամերիկայի Միացյալ Նահանգների թիվ 1 գլոբալ պետություն լինելը, հասկանում եք, այդ ամենամեծ հարցն է համաշխարհային։ Այսպիսի հարցեր են դրվում տասնամյակների կոնֆիգուրացիաներ են հարցականի տակ դրվում, ՆԱՏՕ-ի գոյությունն է հարցականի տակ դրվում, դաշինքներ են հարցականի տակ դրվում։ Եվ սա միայն ու միայն խորանում է, մենք տեսնում ենք, որ մենք ապրում ենք բառացիորեն պատերազմի դարաշրջանում։ Այսինքն շատերը ասում են երրորդ համաշխարհային պատերազմ, դա ասենք անվանման հարց է, ընդհանրապես բառախաղի հարց է, բայց մենք տեսնում ենք, որ ոչ միայն չի կայունանում իրավիճակը, այլ գնալով բոլոր տարածաշրջաններում համարյա աշխարհի միայն խորանում է, տեսեք քանի տարի է ուկրաինական պատերազմը տևում, հիմա պարսկական պատերազմը սկսվել է, չգիտենք ինչով եւ երբ է ավարտվել, նույնիսկ եթե ֆորմալ ավարտվի, դա մեծ հետևանքներ է թողնելու եւ այդ հետևանքները ոնց են հանգուցալուծելու չգիտենք, եւ քանի դեռ սա շարունակվում է, ես ասում եմ, չի երևում տեսանելի վերջ, հաստատ լինելու է, բայց չի երևում, մենք չենք կարող մտածել, որ ունենք ժամանակ, չունենք, մեզ պարտը, որտեղ ամենամեծ, չգիտեմ, մոլորությունն է մտածել, որ դու կարող ես միտեղ փախնել այդ համաշխարհային process-ից, չես կարող, որտեղ դու մոլորակում ես ապրում, երկիր մոլորակում ես ապրում։ Դա ելք չի, փախուստը ելք չի։ Սա շատ մեծ մոլորություն է եւ խաբեություն է, որ մեր ժողովրդին խաբում են։ Պետք է իրականությունը ասել, սա է մեր մոտեցումը, սա է։ Երբ որ ես ամենասկզբում էլ ասի, ուզում են հաճոյանան ժողովրդին, ուզում են, չգիտեմ, լավ է Երևան եւ ժողովրդին եւ արտաքին ուժերին, բայց դա խաբեություն է։ Մենք չենք ուզում խաբենք, մենք ուզում ենք ասենք ժողովրդին, որքան էլ դա դժվար է, որքան էլ դա ոչ պոպուլար է, ասել ճշմարտությունը։ Ճշմարտությունը նա է,
որ մեզ պարտադրված է պայքար եւ մենք պետք է պատրաստվենք պայքարին, որտեղ եւ Ադրբեջանի քաղաքականությունը տեսանք ինչ է, եւ համաշխարհային իրավիճակն է այսպեսին, եւ ժամանակ չկա 20-30 տարի վերակառուցելու։ Հիմա է պայքարի ժամանակը, հիմա է աշխարհում այդ ժամանակը։ Երբ որ կայունանա, որ ուզենաս է չես կարողանա պայքարես։ Այդպես է լինելու, ասենք երբ որ օրինակ սովետական միության մեջ էինք մենք եւ կայունացել էր համաշխարհային իրավիճակը, ինչ ուզում էիր անել, վերջ, ինչ որ ամրագրվել էր այդ անկայուն ժամանակաշրջանում այդ էր լինում։ Երբ որ կայունանա, կարող է 70 տարի էլ 100 տարի էլ հնարավորություն չլինի, ուզենանք էլ չկարողանանք։ Բայց հիմա հակառակն է։ Հիմա ուզենանք էլ չենք կարող այդ պայքարից փախնել, պարտադրված պայքարից։ Եվ ես ոչ թե տեսակ որ ոչ թե խոսքեր եմ ասում, կոնկրետ օրինակներով բերեցի թե ինչի մասին է խոսքը։ Ելքը ինչ է պետք անել իրականում երկրի համար, ելքը։ Դե կա մի տրամաբանական ելք, ընդ որում շեշտում եմ տրամաբանական, բանական, ռացիոնալ, որտեղ այս ամեն ինչը, որտեղ դե հաճախ մեզ ասում են, ադե դուք տենց իբր ռոմանտիկ, չէ, ռոմանտիկը դուք եք, մարդիկ, որոնք հավատում են, որ այս իրավիճակում, էլ չեմ ասում ոչ միայն այս իրավիճակում, բայց հատկապես այս իրավիճակում Հայաստանի եւ Ադրբեջանի թուրքերի միջեւ հնարավոր է տևական, կայուն եւ իրաղահասար խաղաղություն, դրանից ավելի մեծ ռոմանտիկա այս աշխարհում կա, կարելի է պատկերացնել ավելի մեծ ռոմանտիկա։ Դա ասում եմ միակ բանական ռացիոնալ ելքը, շեշտում եմ ու կասեմ որի մասին է խոսքը։ Մյուսը միակ ռեալիստական ելքը, իրատեսական ելքը, որովհետև էլի ասում են, դա ռեալիստական չի, պրագմատիկ չի, հակառակը ցավն է տանում, ինչ որ դուք խոսում եք, ինչին դուք հավատում եք, աշխարհի մեծագույն ուտոպիզմն է, հեքիաթ է ուղղակի, անպատկերացնելի մի հատ բան է, նստել եք հակառակ բոլոր տվյալների, հակառակ բոլոր միտումների, հակառակ բոլոր վերլուծությունների, զուտ sense հավատանք, որ կլինի գարուն, հավերժ գարուն, չէ՞ սա, այդ ամբողջ այդ խաղաղությունը, պրակտիկը, հավատանք, որ գարուն լինի ու կլինի գարուն, դենց չի լինում, ցավները տանեմ։ Նույնիսկ հավատացյալ մարդիկ, աստվածավախ մարդիկ հասկանում են, որ աղոթելով գարուն չի գալիս, որտեվ Աստված մարդուն տալիս է մի բան, երբ որ այդ մարդը ջանք է գործադրում։ Չես կարող ուղղակի ասես թե Աստված ջան, ինչ կլինի գարուն լինի, էլի։ Հա, էլի լինի, բայց դու ինչ ես, մի բան արա, կամ եթե դու գիտես որ ձմեռը գարուն չի լինում, ուրեմն պետք է համապատասխան քեզ պահես, կգա այդ գարունը։ Որպեսզի ապրես մինչև այդ գարունը, Աստված քեզ ասում է, ես այս իրավիճակում քեզ բանական մարդ եմ ստեղծել, պահի քեզ որպես բանական մարդ, որպես ազատ կամքով մարդ։ Էսա խնդիրը, հասկանում եք, չի կարելի այդպես բանանել։ Հիմա այլ եմ շեշտում ռեալիստական, ռացիոնալ լուծումը ելքը։ Հետևյալն է, հա, եւ հիմնված է ամբողջությամբ նաեւ վերլուծության վրա։ Այս ամեն ինչ որ ես ասում եմ, ոչ թե իմ ցանկություններն են, ոչ թե ինչ որ գաղափարախոսություններ են, վերլուծության վրա։ Խնդրեմ ներկայացրեք հակառակ վերլուծությունը, հիմնավորեք ձեր տեսակետը, որտեղ վերլուծություն է ոչ թե ցանկություն կամ չգիտեմ ինչ որ։ Ուրեմն նախ եւ առաջ ինչ է պետք անել մինչեւ ուրեմն ելքը հասկանալ, որտեղ ելքը շատ པարզ բան է, շատ པարզ մտքերի վրա հիմնված։ Տագնապը մեջից պետք է դուրս հանել, այդ տագնապը, որը ձեզ ներշնչված է։ Ես ինչ որ ասում եմ, բացարձակ ինչ որ բարդ բաներ չեն, շատ པարզ, նույնիսկ պրիմիտիվ բաներ են։ Վստահ եմ, որ Հայաստանի բնակչության ճշող մեծամասնությունը դա հանգիստ կարող է ընկալել, եթե առաջնային անջատի այդ ներշնչված տագնապը, որ մեզ ներշնչել են թույլ պարտություն, կգան մեզ եւ այլն, չգիտեմ ինչ կանեն, կուտեն։ Ադրբեջանի թուրքերը ոնց որ բան դառնան են, գալակտիկ գերհզոր կայսրություն, տագնապը մեջներիցդ հանեք, երբ որ տագնապը հանեք, արդեն իրականությունը ավելի ստապ կտեսնեք։ Այս տագնապն է ձեզ խանգարում, որ դուք ուղղակի ուղեղով ընկալեք, ոչ թե տագնապով ընկալեք, այլ ստապ բանականությամբ ընկալեք իրականությունը։ Ասեցի, պետք է պատրաստվել պայքարի եւ դիմադրելուն այս քաղաքականությանը Ադրբեջանի։ Պայքար եւ դիմադրություն չի նշանակում պարտադիր պատերազմ, բացարձակ չի նշանակում։ Կարող է, Աստված չտա, թող չլինի, կարող է նաեւ դա լինի, բայց պայքարը եւ դիմադրությունը նույն բանը չեն, ինչ որ պատերազմն է։ Հա պայքարի շատ տարբեր ձևեր կան, սա ուզում եմ շեշտել։ Մենք օբյեկտիվորեն անկախ մեր կամքից Ադրբեջանի հետ պայքարի մեջ ենք։ Ինչու՞, ասացի, որովհետեւ այն ամեն ինչը ինչ որ իրենք մեզ պատրաստվում են ներկայացնել որպես ապակա պահանջներ, դա հենց պայքար է, բա պայքար չի, բա ինչ է։ Այսինքն կամ այդ ամեն ինչի հետ համաձայնվում եք եւ չգիտեմ ոնց է դուք դա պատկերացնում, կամ փաստացի պայքար։ Դա փաստ է արդեն, ոչ թե դա ապագայում է, դա հենց հիմա փաստ է, մենք այդ մրցակցության մեջ ենք։ Այն մնացած ամեն ինչը հեքիաթներ է։ Եվ ինչ է պետք, հազարական ասել եմ։ Դրա լուծումը մեկն է՝ դառնալ ուժային գործոն։
Այսինքն ինչ է նշանակում ուժային գործոն։ Էլի շատ բարձ բան։ Ուժին ուժով պատասխանելու կարողություն եւ ոգեբանություն պատասխանելու։ Այսինքն եթե քեզ ինչ որ մի բան քեզանից պահանջվում է եւ դրա հետեւում է որ եթե չանես ուժ եմ կիրառելու, դու պետք է կարողանաս քո չեր հիմնավորել ուժով, այդքան բարձ բան։ Դա չի նշանակում մենք չգիտեմ միջուկային տերություն պետք է դառնանք, ավիակիզներ պետք է կառուցենք, չգիտեմ ինչեր անենք, չէ։ Բարձ պրիմիտիվ տեղական մակարդակում ատամներ ցույց տալու ընդհանրապես ատամ ցույց տալու կարողություն դու պարտադիր պետք է սա պետք է լինի նպատակը ոչ թե հեքիաթներ պատմել ժողովրդին որ ինչքան լավ խաղաղություն կլինի կամ եկեք երաշխավորենք մեր խաղաղությունը ավել երաշխավորներ բերենք դիվանագիտություն անենք չէ բոլորը հեքիաթ է խաբեություն մինչև դու ինքդ չդառնաս ուժային գործոն ատամ ցույց տալու կարողություն չցուցաբերես ոչ մի բան չի փոխվելու ոչ մի դիվանագիտությամբ եւ ոչ մի ուրիշ բանով բացի ուժով պատասխանելով դա պետք է լինի նաեւ եւ քո եւ մնացածի համար տեսանելի որ եթե քո տարածքները որոնք օկուպացված են չեն ազատագրվում դու հայտարարում ես եւ հետո իրականացնում ես քո պատրաստակամության մասին դու դրանք ուժով կարող ես եւ պարտավոր ես ազատագրել դա պետք է որպես նպատակ հռչակվի նույն Ադրբեջանը դա հռչակել է չէ որպես նպատակ հասան չգիտեմ քանի տարուց հետո բայց հայտարարել են միշտ ասում էին եթե չլինի բանակցություններով մենք ուժով դա կանենք սա դու պետք է հայտարարես եւ պետք է անես այս սա է նշանակում ուժային գործոն ես մինիմալ բաներն եմ ասում առանց որոնց անհնար է որևէ ապագայի մասին մտածել Հայաստանում։ Դե բնականաբար ուժային գործոն դառնալու համար պետք է արմատապես բարեփոխել պաշտպանության համակարգը։ Մենք դրա ծրագիրը մեր ներկայացնենք, կոնցեպցիան ներկայացնենք, 1000 անգամ շեշտել ենք, որ բանակ բարեփոխելը զենք առնելու, բունկեր սարքելը չի, դա շատ լավ է, բայց դա չի մոդել փոխելն է պետք։ Բայց այստեղ ուզում եմ շեշտեմ եւ ասել ենք մեր առաջարկած կոնցեպցիան ակտիվ պաշտպանություն է, որտեղ Հայաստանը այլ կերպ չի կարող։ Ինչ է դա դրա մասին խոսել ենք։ Այստեղ շատ ուղղակի ուզում եմ շեշտել, որ էլի իհարկե խոսքը շատ մեծ բարեփոխման մասին է, արմատական բարեփոխման մասին է, որի ամբողջական իրականացումը տարիներ կարող են տևել, եթե ոչ տասնամյակներ, բայց այստեղ խոսքը նրա մասին է, որ նվազագույն մակարդակի, նվազագույն խնդիրներ լուծելու համար փոփոխություններ կարելի է անել շատ ավելի արագ ժամանակահատվածում եւ եթե մասնագետների հետ խոսեք, այն նվազագույն խնդիրը որն է, օրինակ լոկալ գործողություն իրականացնել նույն նետի մասած ջերմուկի բաներում, դրա համար ամիսներ կարող է 1-2 տարի պետք է, այդ շատ բանով եմ ասում, որտեղ դե շատ սահմանափակ ուժերով օպերացիա է, բարձր որ դու պետք է կարողանաս իրականացնել, ցույց տալ եւ եթե ասեն, այդ դեպքում եթե մենք ջերմուկի դիրքերը ազատագրենք, Ադրբեջանը կհարձակվի մեր վրա, Ադրբեջանը ոչ առիթ, ոչ իրավունք, ոչ էլ այսպես ասած իրավիճակ կարող է դրանից ձեռբել, որ այդպես լայնացավալ հարձակվի, սա կարող ենք առանձին խոսել քննարկել, բայց ինչի՞ պիտի հարձակվի։ Դու ընդհանրապես քո տարածքում անում ես սահմանափակ գործողություններ իրան 1000 անգամ զգուշացնելուց առաջ։ Կամ գոնե դրա կարողության մասին ես հայտարարում, հա նախապես։ Համենայնպես եմ ուզում ասեմ, այն ինչը որ խոսվում է այդտեղ այդ ուժային գործոնի նվազագույն տարերը ապահովելու համար պետք չեն տասնամյակներ, պետք չեն նույնիսկ մի քանի տարի։ Դա 1-2 տարվա խնդիր է, եթե ոչ ամիսների, եթե նպատակ եւ ցանկություն լինի։ Մյուսը արդեն հեսա ավարտում եմ, շատ կարեւոր բան է, բայց մենք պետք է հասկանանք, բացի այդ ուժային գործոն դառնալուց, պաշտպանության համակարգը բարեփոխելուց, այլ համակարգերը բարեփոխելուց, շատ կարեւոր դու որպիսի աշխարհում լինես սուբյեկտ, դու պետք է հռչակես քո նվազագույն իրավունքները։ Դու չպետք է վախենաս քո նվազագույն իրավունքների մասին հռչակելուց։ Սա է աշխարհի օրենքը։ Դու չեմ ասում մաքսիմալիստական նվազագույն մի քանի բան կա որ դու պետք է հայտարարես որ սրանք իմ իրավունքներն են սրանք իմ կարմիր գծերն են սրանք իմ նպատակներն են սրանք ոչ ոք չի կարող խախտել անկախ նրանից ես չգիտեմ ուժեղ եմ թույլ եմ եւ այլն այդպես են ազգերը ազգ դառնում ինքնիշան հայտարարում են իրենց նվազագույն իրավունքների մասին մենք այսօր մեր բոլոր իրավունքներից վախենում ենք ասում ենք եկեք չասենք ոչ մեկ բոլորին խափենք թակում պահենք կամ ընդհանրապես հրաժարվենք որ մեզ հանգիստ թողնեն մեկը հանգիստ չեն թողնելու բայց սա նվազագույն պայմանը ինչի եմ սա հիշատակում որտեղ ուժային գործոն գումարած քո իրավունքների հստակ հայտարարություն նվազագույն սա անհրաժեշտ նվազագույն պայմանն է որպեսզի դու կարողանաս ձեռք բերել իրական դաշնակիցներ առանց դրա դաշնակից չի լինում դաշնակից ձեռք բերում է նա ով որ a ցուցաբերում է նվազագույն դիմադրողականություն եւ նվազագույն ուժային ուրեմն կարողություն եւ b հստակ հայտարարում է ինչ է ինքը ուզում իր իրավունքները իր նպատակները սա ամբողջ աշխարհի պատմությունն է վկայում եւ մեր պատմությունը ինչի եմ ասում որտեղ
Շատ ասում դե մեզ պետք է գտնել ուժեղ դաշնակից, որտեղից գտնել։ Կամ ինչի՞ պետք է դու գտնես դաշնակից։ Կամ ում ես դու պետք։ Եթե դու քո բոլոր իրավունքներից հրաժարվում ես, եթե դու օր ու գիշեր բոլորին պատմես, որ դու թույլ ես, խեղճ ես եւ ոչինչ բան չես կարող ունես, ինչպես կարող ես դու դաշնակից ունել։ Ես ուզում եմ պատկերացնեմ, էլի։ Կյանքում մենք գտնում ենք ընկերներ նման ձևով։ Ասենք կյանքում մեկը, որ բոլորին ասի, վաղ ես այնքան խիղճ եմ, թույլ եմ, ոչ մի իրավունք չունեմ, էլի հրաժարվում եմ իմ բոլոր իրավունքներից, տուն, տեղ, չգիտեմ, ընթան գտնի նման մարդ է ընկեր։ Բա ոնց եք մենք պատկասում, որ միջազգային հարաբերություններում պետք է ընկեր գտնենք։ Դաշնակիցը ընկերն է։ Կամ նույնիսկ հովանավորել չենք գտնի, այսինքն դե հասկանում եմ, որ մեր քաղաքական ուժերի մեծ մասը, որ ասում են դաշնակից նկատի ունեն մի հատ բան, էլի պապա, երաշխավոր, նույնիսկ երաշխավոր չես գտնի։ Ինչի համար պետք է մեկը քեզ երաշխավորի, թե դու ասում ես ես ոչ մեկ եմ, որովհետև ցանկացած մարդ ազգ որ ասում է ես ոչ մի բան չեմ կարող, ինքը ոչ մեկ է այս աշխարհում։ Հա կարող ես գնալ, ասենք համապատասխան չգիտեմ ինչ որ ինչ տեղեր կան դեռ անկարող մարդկանց համար, որտեղ քեզ հոգան, հա, քեզ հոգան, հա, խնդիր չկա, ասում այնպես չի որ մենակ գելերի աշխարհը, ոգի դեպքում չես կարող դու քո սուբյեկտության մասին հայտարարես։ Դրա համար այս նվազագույնը որ ունենաս դաշնակից եւ անպայման կունենաս, բայց միայն այդ դեպքում կունենաս։ Ով կլինի այդ դաշնակիցը, նույնիսկ կարևոր չի, նույնիսկ կարող չկանխատեսես ով լինի։ Հաստատ մեկը կլինի, որովհետև հաստատ երբ որ մեկը հրճակում է իր իրավունքների մասին եւ նվազագույն ուժ է ցույց տալիս, ինչ որ մեկի հետ իր շահերը համընկնում են անպայման, այդ էլ է աշխարհի օրենքներից մեկը։ Եվ վերջինը, այ հենց այս պայմանների կատարման դեպքում հնարավոր է երաշխավորված չի, բայց շատ ավելի հնարավոր է, որ իրոք մենք ունենանք ինչ որ պահից իրոք խաղաղություն։ Հենց նույն Ադրբեջանի հետ, որովհետև նույն Ադրբեջանն էլ որ դեպքում կդադարեցնի այդ քաղաքականությունը եւ այդ պահանջները։ Երբ որ տեսնի, որ այլևս չի կարող դրանք քո արժեվ անպատիժ դնել եւ ուժայինն էլ կասկածելի է, այսինքն ինքը երաշխավոր ինքը հիմա էլ այնպես չէ, որ վստահ է, որ ուժային գործողություն քո դեմ անի, հաստատ հաղթելու է, այդպես չի։ Ինքը ուղղակի դա ամեն ինչ անում, որտեղ հասկանում դու հրաժարվել ես ուժայինից։ Այնպես չէ, որ իր համար խաղոպար ամեն օր պատերազմ սկսել, ո՞ց էս տենց բան ասել։ Իհարկե չէ, ոչ մեկի համար խաղոպար, չէ, որ աշխարհի ամենահզոր պետությունը Ամերիկայի Միացյալ Նահանգները պատերազմ է սկսել Պարսկաստանի դեմ, պարզվում է լավ չի հաշվարկել, չգիտի իմ այդ պատերազմից ոնց դուրս գա։ Հասկանում եք ինչի՞ մա եւ նույնը Ռուսաստանը մի հատ տեսել խաղոպար չի ոչ մեկի համար։ Այսօր աշխարհի ամենահզոր եւ միակ հզոր նավատորմ ունեցող Ամերիկայի Միացյալ Նահանգները անհամեմատելի հզոր նավատորմ չի կարողանում Պարսկաստանի նավատորմը ասում է կործանել են եւ իրոք կործանել են, բայց չեն կարողանում մի հատ այդ Հորմուզի այդ նեղուցը բացել, չեն կարողանում։ Ասում է գնաց այդ օգնության ակոչում երկրներ, որոնք ընդհանրապես նավատորմ չունեն համեմատած Ամերիկայի հետ, Ճապոնիային կամ բան։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Եվ Ալիևի համար էլ պատերազմը խաղոպար չի, նույնիսկ այսօր, ել չեմ ասում, երբ որ դու դառնաս այդ ուժային գործուն, այդ դրանից հետո շատ ավելի հիմնավոր կարելի է մտածել եւ խոսել իրապես խաղաղ մի տևական ժամանակաշրջանի մասին հայ ժողովրդի համար, որտեղ դե կներեք հավերտ խաղաղություն չի լինում։ Այդ արդեն բացարձակ հեքիաթ է, բայց նաեւ այն ինչ որ ձեզ այսօր ներկայացնում են եւ պատմեն բոլոր խոշոր քաղաքական խաղացողները, այդ թե ինչ հազարումի ձևի խաղաղություն իրեն կարող են ձեզ բերել բանակցելով, երաշխավորներ բերելով եւ առանց ուժային գործոնի, ծերից ծեր հեքիաթ, խաբեություն եւ կեղծիք է։ Կարևոր չի գիտակցած, թե չգիտակցած, կարող մի մասն էլ նույնիսկ հավատում են դրան ավելի վատ իրենց համար, եթե հավատում են։ Ես կնախընտրեի, որ նրանք խաբեին, բայց գոնե հասկանային, որ այդպես չի։ Բայց եթե իրանք էլ չեն հասկանում, դա ընդհանրապես կատաստրոֆ է։ Շես երևի իսկականից կան նաև որ իրոք հավատում են, էլ ես ամեն ինչ էլ կարելի է պատկերացնել Հայաստանի քաղաքական դաշտը կարող է նույնիսկ հավատում են, ինչ ասեմ։ Այսքանը Ժորժ ջան այսօր կներեք որ շատ երկար խոսեցի, բայց ես ուզում եմ անպայման այս թեմային հանգամանալից անդրադառնայի, որտեղ բնականաբար այս թեմայի մասին դուք էլ ունեք շատ հարցեր եւ ելի կունակ, բայց համենպես մի հատ հանգամանալից այսպեսի անդրադարձ ես ճիշտ համարեցի, դեռ կշարունակենք մեր զրույցները բնականաբար, ես կփորձեմ կրճատել մի քիչ, բայց դե թեմաներն են հաճախ թելադրում։ Եթե մինչև վերջ լսեցիք, շատ շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք։